Հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին քննարկելու ենք Ադրբեջանի մամուլում տարածված եւ ենթադրում ենք, որ սա Ադրբեջանի պետական արդեն մոտեցումն է, որովհետեւ գիտենք, որ ադրբեջանական մամուլը իշխանամետ մամուլը իրականում իշխանական մամուլ է եւ Մինվալ Ազը, որը հայտնի է նաեւ իր իշխանամետ մոտեցումներով եւ պաշտոնական Բաքվի տարբեր հայտարարությունները ներկայացնելու հենց այսպիսի ձևաչափով հոդված է հրապարակել, ըստ որի միայն սահմանադրության փոփոխությունը բավարար չէ, ճակերտներում գտել ենք նոր փաստաթուղթ, որը խաղաղության դեմ է։ Հիմա մենք ձեր հետ միասին մանրամասն կուսումնասիրենք այս հոդվածը, որովհետև կարևոր նշանակություն ունի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգում, ուստի մեր համար սա նաև կարևոր հարց է։ Ըստ Մինվալ Ազի 2023 թվականի նոյեմբերին ընդունած Հայաստանի մշակույթի պահպանման զարգացման ծրագիրը 2023-27 թվականների համար առաջի հայացքով ըստ իրենց սա միայն այդ ոլորտի փաստաթուղթ է, բայց նաև կապ ունի անվտանգային եւ դիվանագիտական հարցերի հետ, որովհետեւ Մինվալ Ազը մանրամասն ուսումնասիրել է այս փաստաթուղթը եւ հայտնաբերել է, որ այնտեղ կան այնպիսի հայտարարություններ, որոնք հակասում են խաղաղության օրակարգին։ Եվ այս ռազմավարությունը հարցեր է առաջացնում Բաքվի համար, որովհետև ըստ իրենց այն հակասում է Վաշինգտոնի համաձայնություններին եւ այն գլխավոր փաստաթղթային բազային, որը ներկայացված է Վաշինգտոնի խաղաղության փաստաթղթի միջև, որը նախաստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հատկապես խոսք է գնում 8-րդ հոդվածի մասին, որտեղ որ Վաշինգտոնի համաձայնությունների, որտեղ որ նշված է, որ կողմերը պետք է ամեն ինչ անեն ռասայական խտրականության, սեպարատիզմի, ուրեմն էքստրեմիզմի եւ դիսկրիմինացիայի դեմ, ուրեմն քաղաքականությունը ծավալելու ուղղությամբ։ Եվ այս փաստաթուղթը ըստ իրենց ուրեմն պետական առումով է տարածում այդ մոտեցումները։ Հիմա կխոսենք ինչու մասն է խոսքը։ Եվ այստեղ հստակ նշվում է, որ այս փաստաթղթում կա նաև այսպիսի բառապաշար. Ադրբեջանի պատերազմը Ղարաբաղի դեմ ճակերտներում ագրեսոր, ճակերտներում պետություն, որը կազմակերպել է մշակութային ցեղասպանություն։ Եվ սա ներառված է ըստ Ադրբեջանի այս մամուլի այս ռազմավարության մեջ։ Եվ ըստ իրենց այս ռազմավարությունը ընդունվել է Պրահայի 2022 թվականի գագաթնաժողովից հետո, որտեղ որ կողմերը ճանաչել են Ալմա-Աթայով իրենց տարածքային ամբողջականությունը, ուստի սա ըստ իրենց այս փաստաթուղթը հակասում է այդ նոր իրավական իրականությանը կողմերի միջև, որը Պրահայի համաձայնություններով հայտարարությունով արձանագրված է եւ Հայաստանը պետք է փոխեր իր այդ ժամանակ մոտեցումները, գնահատականները այդ ուրեմն հակամարտության ուղղությամբ։ Բացի դրանից էթնո-քաղաքական առումով էլ իրանց պատկերացումով խնդրահարույց է, որովհետև ուրեմն ըստ իրենց այդտեղ նշվում է հազարամյա հայերի բնակեցման մասին Ղարաբաղում եւ սա ըստ իրենց ուրեմն բնիկ բնակչության եւ եկած բնակչության միջև այդ տրամաբանության ներկայացնելու հարց է, մոտեցում է, որը ըստ իրենց ստեղծում է խնդիր հասարակությունների միջև խաղաղություն ձևավորելու եւ ուրեմն այդ վստահություն ձևավորելու ուղղությունով։ Բացի դրանից
հետաքրքիր է, որ այդտեղ տարբեր հուշարձաններ իրանց պատկերացումով մենք նշում ենք ինչպես հայկական, եւ այո, այդ ուղղությամբ իրանք զարմանում են, թե ինչու ենք մենք նշում ինչպես հայկական, մենակ եկեղեցիների մասին չի խոսքը այստեղ, այլ տարբեր հուշարձաններ, որոնք գտնվում են Ղարաբաղի տարածքում։ Եվ այստեղ իրան գնահատում են, որ մշակութային այս քաղաքականությունը ուներ նպատակ սպասարկելու հակամարտության գաղափարները եւ աջակցելու այն մոտեցումներին, որը հայկական կողմը ուներ քաղաքական առումով, եւ սա իհարկե շարունակում է լինել այսպիսի բնիկ բնակչության, Ղարաբաղի բնիկ բնակչության տրամաբանությունը։ Հետո այստեղ հոդվածում գրված է, որ կա, եւ սա իրանք երգում են, հետաքրքիր է սա, այստեղ նշում են, որ կա ուրեմն բավարար փաստաթղթեր, որ հայկական ներկայությունը Ղարաբաղում սկսվում է միայն Ռուսաստանի ներխուժումից հետո Կովկաս եւ ռուսական կայսրության կողմից հայերի վերաբնակեցման հետևանքում, հա, ուրեմն հասկանում ենք, հա, ինչու մասն է խոսքը այստեղ, եւ կգնահատենք հիմա, շարունակենք ուրեմն այս ընթերցել ձեր հետ միասին այս փաստաթուղթը։ Եվ այստեղ տեսնում ենք, որ այո, նորից ասում են, որ քաղաքական նպատակներով ենք օգտագործում մշակութային հարցը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում նաև Հայաստանը երկար ժամանակ է փորձել է այս թեմաները օգտագործել, եւ Հայաստանը պետք է փոխի իր մոտեցումը հաշվի առնելով խաղաղության օրակարգը, բացի դրանից պետք է նշենք, որ սա չի վերաբերվում միայն այս փաստաթղթին, ռազմավարական հարաբերությունները, օրակարգը ԵՄ Հայաստան նաև ունի ինչ որ առումով խնդիրներ, ոնց հասկանում եմ, իրանք ինչ ասում են, ուրեմն խաղաղության այդ փաստաթղթին են հակասում, որը կողմերը ստորագրել են ըստ իրենց, բայց չեն գրում ինչու է հակասում, որ այն բառապաշարը, որը օգտագործված է այդ ԵՄ Հայաստան ռազմավարական փաստաթղթում, միջամտում է Հայաստանի ներքին գործերի մեջ, ինչը օգոստոսի 8-ի համաձայնությունների դեմ է, եւ խոսքը հայ գերիների մասին եւ հայերի վերադարձի մասին Ղարաբաղ, այդ երկու թեզի մասին է, եւ եթե կարելի է որոշել, որ ռազմավարական այդ փաստաթուղթը Հայաստանի ընդունվել է միջև Վաշինգտոնյան փաստաթղթեր, ապա պետք է ասել, որ այդ ժամանակ արդեն Պրահայի, նույն բանն են կրկնում, Պրահայի հանդիպումը կար, որտեղ որ Հայաստանը Ալմատայով ճանաչել էր տարածքային ամբողջականությունը, բացի դրանից, ուրեմն Հայաստանը ինչքան ուզում ես հնարավորություն ուներ դրանից հետո փոխել այդ փաստաթուղթը եւ երրորդը ռազմավարական փաստաթուղթը ԵՄ Հայաստան արդեն նոր է ընդունվել եւ ուրեմն շատ կարևոր է, որ այս հարցերը լուծվի, որ խաղաղության օրակարգին համապատասխանի, եթե Երևանը իրոք ցանկանում է խաղաղության օրակարգով շարժվել, ապա պետք է վերանայի այս փաստաթղթերը, որոնք հակամարտության տրամաբանությունն են, որովհետև ուրիշ դեպքում իրական Հայաստանի թեզը, որը հենց Նիկոլ Փաշինյանն է տարածում, կարա մնալ միայն ռետորական այսպիսի ձևակերպում, չունենալով ինստիտուցիոնալ հիմք, բացի դրանից մենք ճակերտներում, սա իրանք են գրում, մենք հակաճակ ենք հանդիպում այն իրավիճակին, երբ Հայաստանի իշխանությունները խախտում են իրանց վրա վերցրած պարտականությունները, ուրեմն եւ տարբեր մոտեցումներ են ձևակերպում, ինչպես ներքին լսարանի համար, այդպես էլ արտաքին լսարանի համար։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, հիմա մենք ձեր հետ միասին պետք է վերլուծենք այստեղ ինչ է ասվում։ Առաջի հերթին պետք է բաժանենք իրարից մի քանի հարցը եւ հստակ արձանագրենք, որ այս հոդվածը ինչ նպատակներ ունի, չեմ ասի, որ շատ կոպիտ հոդված է, բայց ոչ էլ իհարկե մեղմ է, Ադրբեջանը պատկերացնում է, որ կարող է այսպես հատ-հատ տարբեր հարցեր
բարձրաձայնի եւ փորձի այդ հարցերի լուծում գտնել։ Հիմա խնդիր չկա, մենք կարող ենք այս հարցերը եւ բոլոր հարցերը լուծել, բայց սա պետք է երկկողմ օրակարգով լինի։ Եթե Ադրբեջանի մամուլը կարող է բարձրաձայնել հարցեր, որը մենք իրանք համարում են, որ մեր մոտ խնդրահարույց, ապա մենք էլ կարող ենք բարձրաձայնել հարցեր, որը Ադրբեջանը պետք է նաև համապատասխանեցնի խաղաղության օրակարգին։ Սա ուրեմն արձանագրում համար 1 եւ անելիք մեր ուրեմն պետական, ինչպես նաև վերլուծական եւ լրատվական դաշտերին։ Երկրորդ հարցը, կոնկրետ այս փաստաթուղթը արված է Պրահայի հայտարարություններից հետո, չկա Վաշինգտոնի համաձայնություններ, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա չի հակասում այն ժամանակ, չի հակասել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն ուներ 23 թվականն է, որտեղ որ Հայաստանը ունեցել է իր հստակ մոտեցում, որ իր կենսական նպատակն է հայ բնակչության այդ թվում մշակութային, բայց ոչ միայն անվտանգությունը եւ իրավունքները ապահովելի ուղղությամբ։ Բացի դրանից, այդ փաստաթուղթը ուրեմն որը խոսում է եւ մենք այստեղ տեսնում ենք, իրանք ինչ բառապաշար են օգտագործում, որ այդտեղ ներառված է խոսքին այսպիսի Ադրբեջանի պատերազմ Ղարաբաղի դեմ, բա ինչ պետք է հայտարարվի այդ ժամանակահատվածում Ադրբեջանի պատերազմը ում դեմ։ Երկրորդը ագրեսոր։ Սա քաղաքական գնահատական է եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար Ադրբեջանի պետությունը այդ պահին եղել է ագրեսոր, որը ագրեսիա է գործել։ Այսինքն նույնիսկ եթե Ադրբեջանը պատկերացնում է, որ բռնի ուժով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, ապա ագրեսիվ ձևաչափով բռնի ուժով ագրեսոր տրամաբանությունով այդ պահին արել է եւ պետություն, որը ուրեմն անցկացրել է մշակութային ցեղասպանություն։ Հիմա այստեղ պետք է շատ նուրբ լինենք հարցերի հետ, որովհետև տեսեք, ես պատկերացնում եմ, որ հնարավոր է վերաբանակցել տարբեր հարցեր եւ գտնել լուծումներ, այդ թվում այս փաստաթղթին։ Եթե Ադրբեջանի կողմը կարծում է, որ այս փաստաթուղթն է խնդիր, ես կարծում եմ մենք կգտնենք նաեւ բազում փաստաթղթեր, որը ադրբեջանական ուղղությամբ խնդիրներ են եւ մենք ցանկանանք այդ խնդիրները լուծել եւ եթե այս տերմինները այստեղ եւ ռետորաբանությունը իրանց համար անընդունելի է, պետք է սիմետրիկ նույն ձևաչափով փոխենք ռետորաբանությունը եւ պետք է նայել Ադրբեջանը ինչ բառապաշար է օգտագործում, մենք նայում ենք իհարկե, նորից չեմ ասում սա եւ հասկանալի է, նայում ենք Ադրբեջանը ինչ բառապաշար է օգտագործում իր ճակերտներում արևմտյան Ադրբեջան թեզի ուղղությամբ եւ այդտեղ ճակերտներում ադրբեջանական բնակչության ուղղությամբ եւ այլն մշակութային ժառանգության ուղղությամբ ինչ բառապաշար են օգտագործվում Ադրբեջանում եւ մենք գիտենք, որ այդ բառապաշարը օգտագործվում է, ուստի եթե Ադրբեջանը պատկերացնում է, որ այս հարցերը պետք է լուծվեն, ապա երկկողմ ձևաչափով պետք է լուծվեն։ Բացի դրանից իմ համար ակնհայտորեն անընդունելի է արդեն այդ մասում ասում եմ կարելի է բանակցել, կարելի է լուծել, կարելի է ինչ որ բառապաշար չօգտագործել։ Հիմա ինչ վերաբերվում է հազարամյա ներկայության մասին, գիտեք, հարգելի Ադրբեջանի ներկայացուցիչներ, մենք չենք կարող կեղծել պատմությունը եւ ասել, որ կամ չասել ուղակի, որ հայերը հազարամյակների ընթացքում են ապրել Ղարաբաղի տարածքում, որովհետեւ դա ձեզ վիրավորում է։ Դա չկարող ձեզ վիրավորել։ Ոնց կարող է դա ձեզ վիրավորել եւ այն փաստը, որ դուք այստեղ գրում եք ուրեմն բնիկ բնակչության եւ եկած բնակչության, այն որ թուրքական բնակչությունը տարածաշրջան եկել է 11-րդ դարում, ձեզ չպետք է դա վիրավորի։ Դրանում վիրավորանք չկա, պատմությունը չկարող որևէ մեկին վիրավորի, եթե դուք այդ պատմությունը այդպես չեք ընկալում, ինչպես վիրավորանք։ Մենք ձեզ չենք վիրավորում պատմական փաստեր ասելով։ Այսօր գիտեք ChatGPT-ի դարաշրջանում ասել, որ մենք չպետք է պատմական ինչ որ փաստեր ասենք, զարմանալի իրավիճակ է։ Մարդիկ կարող են մի քանի վայրկյանում
ChatGPT-ում գրել եւ ստուգել։ Ղարաբաղում հայերը ինչքան ժամանակ են ապրել։ Իսկ ինչքան ժամանակ են ապրել ադրբեջանցիք։ Եվ դա շատ հեշտ կարելի է ստուգել։ Դրանում որևէ խնդիր չկա։ Եվ շատ հեշտ կարելի է պարզել, որ հայերը Ղարաբաղում ապրում են հազարամյակներ։ Այստեղ գրված է տысячелетним, հազարամյա։ Նույնիսկ եթե 1000-ամյակի մասին է խոսքը, ապա մոտավորապես 1000-ամյակ արդեն թուրքական բնակչության ներկայություն կա այս տարածաշրջանում 11-րդ դարից։ Բայց այստեղ ես կարծում եմ հազարամյա նկատի ունեն, մի քանի հազարամյա, 2, կարող է ավել։ Եվ դա ձեզ չպետք է վիրավորի, որովհետև դուք դա կարող եք գնալ եւ ստուգել ChatGPT-ում։ Եվ եթե ասեք դա այդպես չէ, դա որևէ բան չփոխում։ Հիմա տեսեք, դուք այստեղ ասում եք, որ հայերի ներկայությունը Ղարաբաղում սկսվում է Ռուսաստանի տարածաշրջան գալուց։ Սա բացահայտ կեղծիք է։ Բացահայտ։ Եվ ես ասում եմ ոչ թե ինչպես անպայման հայ, որը պաշտպանում է հայկական ճշմարտությունը, որովհետև այդ դեպքում կարող եք ասել դու կողմ ես։ Ես ասում եմ հարեք վրացքից հարցնենք։ Բացում ենք վրացական քարտեզները, պատմությունը եւ նայում ենք Ղարաբաղ, Արցախ տերմինները երբ ա եղել, որ ժամանակահատվածում, ինչ կապեր են ունեցել, ում հետ, որտեղ, եւ պարզվում է վրացական քարտեզներում, մինչև 11-րդ դար վրացական քարտեզներում գրված է Արցախ։ Եվ ինչ հիմա ձեզ վրացական քարտեզները վիրավորում են, Վրաստանն է վիրավորում ձեզ, կամ նայում ենք այդ քարտեզներում եւ տեսնում ենք, որ Խաչեն է գրված այդտեղ։ Հա? Հիմա չասեք, որ Խաչենը ձեր անվանումն էր։ Բացի դրանից նայում ենք կապերի մասին վրացքի եւ Արցախի, վրացական թագավորությունների եւ Արցախի հայության։ Եվ պարզվում է, որ ոչ թե ռուսների գալու մասին է խոսքը, որոնք գիտեք 18-19-րդ դարում է իրականում ռուսների ներկայությունը սկսվում։ Այսինքն ոչ թե 18-19-րդ դարում են հայերը գալիս, իսկ դուք 11-րդ դարից այդտեղ եք արդեն եւ հայ այդտեղ չի եղել փաստորեն 11-ից մինչեւ 17-18-րդ դար, ոնց որ դուք եք ասում, այլ հակառակը։ Հայերը այդտեղ եղել են, դուք որ եկել եք 11-րդ դարում, հայերը լի եղել են, ռուսների կայսրության ժամանակ, այո, տեղափոխումներ տեղի են ունեցել։ Եվ դուք դա շատ լավ գիտեք, բայց ինչու՞։ Որովհետև ումից է գրավել այդ տարածքը ռուսները։ Ոչ հայերից, ոչ էլ ադրբեջանցիքից, չէ՞։ Այդ տարածքը ռուսները գրավել են, այդ թվում հայերի աջակցությունը ունեին, որովհետև հայերը սեփական հայրենիքի համար էին պայքարում, բայց պարսկական կայսրությունից։ Իսկ պարսկական շիա կայսրությունը, որտեղ որ դուք նաև շիա եք, այդ շիա կայսրությունը տեղափոխումներ է կազմակերպել բնակչությունների։ Եվ հայերին, ասեմ ձեզ նաև վրացիքին էլ, տարել է, բնակեցրել է, ուրեմն իր տարածքում։ Եվ ռուսները շատ դեպքերում փորձել են եւ աջակցել են նրան, որ հայերը այնտեղից վերադառնան հետո Հայաստանի տարածք, որտեղ որ դուք իհարկե ապրել եք։ Նկատի ունեմ այդ պատմական ամբողջ տարածքը նկատի ունեմ, Հայաստանի տարածք նկատի ունեմ պետություն, ոնց որ այսպեսին, այլ պատմական բնակեցման տարածք, որտեղ որ դուք էլ այո ապրել եք։ Եվ ակնհայտորեն այս մասը առհասարակ լուրջ չի քննարկել, ես չեմ կարծում, որ պետք է դրանում խորանալ։ Ինչ վերաբերվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղությունով, որ հարթակ չլինի Հայաստանի Ադրբեջանի դեմ, ապա պետք է չլինի նաև Ադրբեջանի Հայաստանի դեմ։ Այս ուղղությունով էլ ես հուսով եմ Երևանը եւ Բաքուն կպայմանավորվեն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ուրիշ հարթակները չօգտագործվեն այդ ուղղությունով։ Ինչ վերաբերվում է այստեղ ձեր նշած ռազմավարական, ուրեմն այդ ԵՄ Հայաստան համագործակցության ուղղությամբ
ուրեմն երրորդ կողմերի մասին համաձայնագիրը, որ հակասում է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին, որտեղ որ գրված է հայ գերիների մասին, ապա տեսեք, խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել, շատ հեշտ։ Եթե չկան Բաքվում պայվող հայեր, ես եւ առաջի հերթին նկատի չունեմ քաղաքական գործիչներին, առաջի հերթին նկատի ունեմ ոչ քաղաքական գործիչներին, պարզ որ ասեմ, այն տղաներին, որոնք այդտեղ են, առաջի հերթին իրանց նկատի ունեմ, ապա այդ դեպքում այս խնդիրը ուղղակի չի լինի։ Պաշտոնական Բաքուն պետք է հասկանա, ինչքան ավելի շուտ հնարավոր է այս հարցը լուծել, այդքան ավելի քիչ այս հարցը կլինի առհասարակ օրակարգում։ Բայց մենք չենք կարող այս հարցը մոռանալ։ Մեր տղաների ճակատագիրը մեզ անհանգստացնում է եւ լինելու է խոչընդոտ մեր խաղաղության օրակարգում, միջև մեր տղաները այդտեղ են գտնվում։ Հուսով եմ, կոչ եմ անում ձեզ, հորդորում եմ, որ ամեն ինչ անեք, ինչքան կարելի է շուտ, տարբեր ձևով, ինչպես ուզում եք, մեր համար կարևորը չի ինչպես, բայց որ այս հարցը լուծենք, որ մենք նաև հայկական հանրությանը կարողանանք ներկայացնել սա ինչպես խաղաղության օրակարգի ուղղությամբ առաջընթաց, որովհետև միշտ լինելու է կասկած խաղաղության օրակարգում, միջև մեր տղաները չեն վերադարձնի իրանց տներ։ Սա պարզ է։ Հիմա դուք իրանց հանցագործ եք համարում, թե չեք համարում, դա ձեր համարելու հարցն է։ Բայց խաղաղության օրակարգի համար դա պետք է, մենք էլ շատ բան կարող ենք համարել։ Դրանով առաջ չենք գնում։ Ուստի այս հարցը ուղղակի լուծելը պետք եւ այո, համաձայն եմ ԵՄ-ի հետ օրակարգում այդ հարցը չպետք է լինի, որովհետեւ այդ հարցը պետք է լուծել եւ չի լինի։ Հենց այդ հարցը լուծենք, ես կարամ նախաձեռնեմ, դիմեմ եւ այլն, որ փոխվի այդ փաստաթղթում այդ հատվածը եւ չլինի ուղղակի։ Բայց այսօր ես ոնց նախաձեռնեմ, ասեմ, այդ հատվածը չլինի, երբ որ փաստացի կան հայեր պահվող Բաքվում։ Իսկ քաղաքական առաջնորդների հարցը իհարկե առանձին թեմա է եւ դա պաշտոնական Երևանը դրա մասին իհարկե նաեւ իր արձանագրումը կանի եւ գիտեք, որ մենք ընդհանուր առումով բոլոր հայերի ազատ արձակելու մասին ենք խոսում, որովհետև մեր համար տարբերություն չկա այդտեղ մոտեցումների, առաջի հերթի ես նշեցի երիտասարդ այդ մեր տղաների ուրեմն ոչ քաղաքական գործիչների ճակատագիրը, բայց բոլորի ընդհանուր առումով ճակատագիրը սա հասկանալի է եւ հուսով եմ, որ այս հարցերը կլուծվեն։ Մնացած հարցերով այստեղ ուրեմն ամբողջությամբ համաձայն եմ, որ Հայաստանի փաստաթղթերը պետք է իրական Հայաստանի տրամաբանության մեջ լինեն, ինչպես նաև Ադրբեջանի նույն տրամաբանությունով, իրական Ադրբեջանի տրամաբանությունով, ենթադրում եմ, հա, որ երկկողմանի հայելային քաղաքականությունը չի կարող լինել իրական Հայաստան եւ ոչ իրական Ադրբեջան, իր Քերբի Ադրբեջանով, հա, իր այդպես կոչված արևմտյան Ադրբեջան ռետորաբանությունով։ Հիմա դա ինչքանով իրական Ադրբեջան է եւ եւս մեկ անգամ կան հարցեր պետք է լուծվի։ Ես կարծում եմ այս հարցերը պետք է լուծել, կստացվի լուծել խաղաղության օրակարգի ներսում, հատկապես բոլոր այն գործընթացների զուգահեռ, որի մասին մենք խոսում ենք, որտեղ որ տեսնում ենք, որ կա շատ դրական առաջընթաց։ Ուստի հարգելի հայրենակիցներ, ես ուզում եի այսպիսով ներկայացնել ձեր համար այս կարևոր հարցը եւ արձանագրեի ստեղծված իրավիճակ գնահատականներ տայի այս ուղղությամբ եւ ձեզ տեղյակ պահեի եւ կարծում եմ սա շատ կարևոր հարցերից մեկն է։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։